3 ամիս շարունակ ցույցեր ենք իրականացնում կառավարության շենքի դիմաց եւ վերջնակետը ձեր կառավարության նիստին դնելով մենք հասկացանք, որ դուք պատկերացում ունեք տաքսիստներից չստիկներով, հրաշով, սիգարետը բերանի։ Կներեք, բայց հոկտեմբերի 27-ին մեր նահատակների կեսը թրաշով է։ Միգուցե ձեր ընկերներ Սերան Սարոյանը թրաշով, սիգարետը բերանին ազատավարտիկա խոսում է։ Ինչ է նշանակում թրաշով։ Միգուցե չափանիշներ դնեք առաջի կարգի, երկրորդ կարգի, չորրորդ կարգի թրաշով մարդիկ։ Ինչ է նշանակում չստիկը։ Եթե մարդիկ չարող են առնում, սանդալ են առնում, կոշիկ են հագնում, ինչ է նշանակում չստիկը։ Ամառային կոշիկը։ Միգուցե հիշենք մեր նախկին վարչապետին թրաշով Տիգրան Սարգսյանին։ Հարթած խոսում էր մարզահամերգային պալատում, երբ որ ոլորտ բառը անվանեց բոլոլա։ Կարճ շլվարով։ Հիմա տաքսու վարորդների ձեր պատկերացումը, եթե թրաշով չստիկներով են, այդ սուտ տեղեկությունը, ամոթալի տեղեկությունը, որ մինչ որ անգրագետ տուրիստ գալիս է Կարապի լիճը կամ Երևանյան լիճը պատկերացնում է Սևանա լիճ, մեզ այդպես անգրագետ տուրիստներ պետք չեն, կամ մինչ որ մի խարտախ վարորդ, միգուցե գիտնական վարորդ, խափում մարդու Սևանա լիճ է ցույց տալիս։ Ուրեմն այդ բոլոր սուտ տեղեկությունները ձեզ տվել են ձեր խորհրդականները, ունեք տասնյակ խորհրդականներ, որոնք տրանսպորտի ոլորտից 0 են։